Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը Սյունիքի մարզկենտրոն Կապանից Եղվարդ գյուղ տանող ճանապարհը 12 կիլոմետր էր։ Պատերազմից հետո այդ ճանապարհը գրեթե կրկնապատկվել է։ Այժմ Եղվարդը սահմանամերձ գյուղ է։ Լեռնային այս բնակավայրը թերակղզու նման 3 կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով։ «250 բնակչությամբ գյուղը պահում է շուրջ 17 կիլոմետր սահման։ «85-ամյա Նվարդ տատը Արցախյան պատերազմի մասնակից է։ Նա հպարտությամբ ցույց է տալիս փաստաթղթեր, որոնք ստացել է 1992-ից 93 թվականներին հայրենի գյուղի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու և թիկունքում կատարած բազմաթիվ աշխատանքների համար։ Ղարաբաղյան պատերազմը, հետո 6 օրյա պատերազմը, մեկ էլ 44 օրյա պատերազմը։ Իսկ դրանից առաջ մեր գյուղի համբավը շատ մեծ է, շատ։ Մեզ հերոս տղաներ ունենք, պապիկներ, տատիկներ, որդյանց որդի, այս գյուղով միշտ տենց էր, պատերազմի մեջ էր։ Բայց մերոնք նե Թորոս իշխանի քարներ ընդը, մերոնք ամեն ինչը փայմել են, էլ ինչ ասեմ։ Պաշտպանել են գյուղը։ Հա, պաշտպանել են։ Նվարդ տատը պատմում է մեր զինվորների հերոսական դրվագների մասին, որոնք հնարավոր դարձրեցին պաշտպանել հայրենի գյուղը։ Նա խորը կսկիծով հիշում է նաև այն համագյուղացիներին, որոնք զոհվել են ադրբեջանցիների հարձակումների ժամանակ։ Նույն է, մամա թալալ Ղարաբաղյան պատերազմը վխտեն, հա։ Այդ արդեն բոլորը հավաքում են, որ կան մտնեն պատվալը։ Դες նույն է մաման էլ իրախուն երեխան աղբերը փոքր էլ էլի։ Շալակելա որ անցեր այդ մոմենտին դուրս գա։ Այդ դիմացի գյուղից թուրք խփելա իրենց բասեյնին։ Բասեյնի բանը փոկվելա, խփել նույնի մոր գլուխով տենց արել։ Դե մայրը մահացել, երեխաներն էլ մնացել են որբ։ Թե շատ ուզում չեմ ասում։ Պատերազմը այս տունց սիրը։ Դե հիմա երեխաներս ջան ամեմատ զորավ իրա քիլած համար չեմ կարի ասի եւ ժամանակ սարկեն, չեն կարել։ Ռմբակոծվել է տունը։ Հա, վարժանք է ռմբակոծվել է, հեսա վեր կենակ կտեսնեք։ Եղվարդ գյուղը պատմականորեն եղել է Սյունիք աշխարհի Քաշունիկ գավառի կազմում։ Ստեփանոս Օրբելյանը այն հիշատակում է աղահորդ անվամբ։ Գյուղը տարբեր դարերում բազմաթիվ անգամներ ավերվել է արաբական, մոնղոլական ու թուրքական արշավանքների հետևանքով, բայց միշտ վերականգնվել է։ Գյուղի փեշերին գտնվող եղվարդցիների համար ուխտավայր դարձած Շուշանների կամ Նարգիզների դաշտը այժմ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս պատմական վայրում 1725 թվականին Դավիթ բեկի զորաջոկատներից մեկը Թորոս իշխանի գլխավորությամբ կատաղի կռիվ է տվել։ Հայրենիքի համար մղած մարտում Թորոս իշխանը զոհվել է և այնտեղ ամեն գարուն շուշաններ են ծաղկում, հիշեցնելով քաջ զորականի սխրանքը։ Քաջ հրամանատար Թորոս իշխանը ամփոփված է գյուղի կենտրոնում գտնվող 1700 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ Նրա տապանակարի վրա քանդակված է աղվես, որի երախում առյուծի գլուխ։
դժվար տեսանելի հարթաքանդակը խորհրդանշում է իշխանի մատնության պատմությունը։ Ըստ ավանդության, Եղվարդի ճակատամարտում նա զոհվել է Մելիք Ֆրանգյուլի դավաճանությամբ։ Այս գյուղը ամենակիչը ամեն դարում երկու պատերազմ տեսել։ Իր պատմության ընթացքում չեն տեղահանվել, մնացել են։ Համարվում են մնացել են ու այսօր էլ կանգուն է։ 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղում ինչ իրավիճակ էր եւ ինչպես է կարողացել մարդկանց ապաստան գտնել։ Դեռ մինչև 44-օրյա պատերազմը կար 90-ականների պատերազմ։ Այդ 90-ականներին շատ ավելի դաժան բաներ ենք տեսել, որովհետև գյուղը անմիջական մասնակցություն է ունեցել։ Հրետակոծություն, ավերածություններ, զոհեր, էլի չեն լքել գյուղը։ Եվ դրանից հետո 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Ճիշտ է, այն ժամանակ արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ գյուղը գործողություններ չի տեսել, բայց ամեն դեպքում միշտ կազմում պատրաստ է եղել։ Եղվարդը որպես ապստամբ գյուղ 1729-ից 30-ին Իրանի շահի հրամանով ավերվել է, իսկ բնակիչները աքսորվել են Պարսկաստանի Ղարադաղի Վինա գյուղ։ Մոտ մեկ դար անց Թուրքմենչայի պայմանագրից հետո 1830-ին 54 ընտանիք վերադարձել է հայրենի գյուղ։ Նրանց շառավիղներն են այժմ այստեղ ապրողները։ Լավ եք։ Ոչինչ, փալքը մեծ եղբի աստուն, յոլա են գնում էլա։ Մի սահման էլ մենք ենք էլի պահում, սահմանապահների հետ մենք էլ ենք սահմանապահ։ Ձեր զավակների, ձեր թոռների ապագան այստեղ տեսնում եք։ Դե, որ աշխատատեղ լինի տեսնում եք, բայց դա աշխատատեղ ասենք ինչով զբաղվեն, տենց աշխատատեղ չկա էլի։ Անասուն պիտի պահեն, հիմա էլ ասենք որ սահմանամերձ եք, այդքան էլ չի ստացում անասունը շատով պահես, տենց էլի։ Ադրբեջանական դիրքերին դեմ հանդիման ապրող սահմանամերձ գյուղում 44-օրյա պատերազմից հետո խնդիրները շատացել են։ Արոտավայրերի ու վարելահողերի մեծ մասը այժմ հակառակորդի վերահսկողության կամ նշանառության տակ է։ Այդ պատճառով գյուղացիները կրճատել են անասնագլխաքանակը, իսկ հողերը քչերն են համարձակվում մշակել։ Մեր անասունները այդ պատերազմից հետո համարյա գյուղից մի 15 հատկով սահմանը անցել են, թուրքերը տարել են։ Տենց, բայց հիմա որ սահմանապահ զորքը այստեղ է, մեր գյուղի տակա հենց իրաց չաստը զինվորները հսկում են, բայց ամեն դեպքում սահմանին մոտ ենք էլի։ Ցերեկը տենց չենք վախենում, բայց որ արդեն մութ հանգնում է, իրանց լույսերը տեսնում ես, մի քիչ ինչ իմանա։ Առաջ որը 100-110 խոշոր ապրանք կար գյուղում, հիմա 30-ն է։ Արոտավայրերը մոտիկացել է սահմաններին, անասնապահությունը շատ քչացել է, բայց մեր գյուղում հենց զբաղվում էին անասնապահությամբ, դաշտավարությամբ, մեկ էլ մեղվաբուծությամբ։ Հիմա անասունների թիվը շատ պակասել է, շատ։ Նունե Արզումանյանը սահման հասարակական կազմակերպության ծրագրով հայրենի Եղվարդում վերջին տարիներին ջերմոց է կառուցել եւ սեպտեմբերից մինչեւ հունիս ամիս տարբեր տեսակի կանաչիներ է աճեցնում։ Ցանում ենք կինտ, սող, կուտեմ, սպանաղ եւ ժենգյալով հացի կարմանձուկ։ Արցախցիները այլ կերպ են, չէ՞, կարծես ասում կարմանձուկին կնձմնձուկ։ Իսկ որտեղ եք իրացնում, որտեղ եք վաճառում այս կանաչիները։ Հիմնականը վաճառում եմ հենց գյուղում, վաճառքի համար խնդիր չկա, կապանել եմ ուղարկում, բայց շատ 80%-ը հենց գյուղում վաճառում եմ։ Կուզենայի, հա, որ ջերմոցս մի քիչ մեծացնեմ, մի հատ ջերմոցել լինի, որ մենակ այդ կարմանձուկը ցանեմ ժենգյալով հացի, որովհետև ավելի շատ այդ ժենգյալ պահանջարկը շատ է այդ ժենգյալով հացի կարմանձուկը։ Այս պահը ես մենակ ջերմոց կուզեի։ Դե խնդիրներ կան, տենց բան չկա, որ խնդիր չունենա,
Ոռոգման ջուրը օրինակ որ լինի ավելի լավ կլինի, ասենք բաղ բոստան ես անում, ամառեն շոքին չի լինում որ ջրես։ Խմելու ջրով քիչ միջ տեղից պահում ենք։ Դե հիմնականում դա թե չէ մնացած աշխատանքները կան կարասանես։ Նես չի որ գործ չկա գյուղում անասուն պահում ենք, մի կով ունենք, խոզ ունենք, հավ ունենք, տենց էլի մեզ համար ենքան որ Սարգսյանների մեծ ընտանիքը Եղվարդ է տեղափոխվել Արցախի բռնի տեղահանումից հետո։ Նրանք սկզբում տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Թալիշից 2016-ի քառորյա պատերազմից հետո։ Այնուհետև ապրել են Շուշիի Հին Շեն գյուղում։ 2023 թվականին հասնելով Կապան 11 հոգանոց ընտանիքը հաստատվել է Եղվարդում եւ փորձում է նոր կյանք սկսել։ Շատ հավեր ենք պահում, ճագար ենք պահում, կով ենք առել, կով ենք պահում, ախրը, այդենց։ Գյուղն էլ հայատս մեծ հայատ է, տանձը լիքնալ էլ, արաղ եմ քաշել։ Արաղն էլ ձեռի հետ կծախում եմ կամ փոխանակում անում եմ, ռխոցը սոված պահում չեմ մի խոսքով։ Պրոստը մեր հողը ջուրն է ավելի լավ կերնի էլի։ Ճիշտ է, այսօր է մեր հողը ջուրը, բայց մեր քանդված տոնն էլի կեթանք մեր տուն։ Գյուղի մշակույթի տունը, որը վաղուց նորոգման կարիք ունի, մի քանի նպատակով է գործարկվում։ Այստեղ գործում է մանկական զարգացման կենտրոն, որտեղ 9 երեխա է հաճախում։ Տեղակայված է նաև գյուղապետի աշխատասենյակը։ Ինչպես նաև առանձնացված է հարմարավետ մի սենյակ, որտեղ պատանիներն ու երիտասարդները սովորում են համակարգչային տարբեր ծրագրեր եւ շփվում միմյանց հետ։ Այստեղ օրինակ կավեջ եռանկյուն է պատկերների մեջ, բայց եթե մենք ուզում ստանանք եռանկյունը, ընտրում ենք աստեղ, գծում ենք ու պես չենք թողում դեռևս մուտքի ցուցիչը ու վերև ներքև քեցող սլակները կարում ենք ուրան այս աստղերի ծայրերը շտած։ Դե մեր գյուղը մեզ համար, քանի որ մեր ծննդավայրն է դարձել, ամեն անկյունը մեզ համար մի պատմություն ունի, մենք այստեղ ենք մեծացել, դրա համար շատ ենք սիրում մեր գյուղը։ Մենք ուզենք, որ ավելի շենանա եւ ավելի լավ բաներ լինի գյուղում։ Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին բազմիցս ավերվել է, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել որպես պահեստ։ 2007 թվականին տեղացիների եւ երկիր մշակույթ կազմակերպության ջանքերով սկսվել է եկեղեցու վերականգնումը եւ այն վերաօծվել է 2011-ին։ Վերականգնման ընթացքում իրականացված պեղումները բացահայտել են նոր տեղեկություններ սրբավայրի մասին։ Այս հուշաքարը սաղագուցված է եղել պատի մեջ։ Այն կողմից եթե նայենք այդ պատկերը, այդ պատկերը փաստորեն 300 տարի ոչ մեկը չի տեսել։ Սա վարդապետի հուշաքարը։ Ինքը առանձին մատյանում հուշարձանների պահպանության մատյանում կա գրված առանձին որպես ինքը պահպանվող հուշարձան։ Թորոս իշխանի նախաձեռնությունը կա այս եկեղեցու կառուցման, որովհետև ինքը աթորանիստը եղել է Եղվարդում։ Ձեզ մոտել է 8:15 սկսում։ 9-ին։ 9-ին է ձեր դասը, հա։ Իսկ ստեղ շատ է ջուն գալիս։ Նայեք տարի։ Հա։ Լավն է ձեր դպրոցը։ Այո։
Բայց ջերուցվում, հա։ Վառարան եք վառում։ Հա, հենա, երևում է խողովակները, հա։ 40 աշակերտ ունեցող Եղվարդի դպրոցը անմխիթար վիճակում է։ Ձմռանը դասասենյակները տաքացվում են վառարաններով։ Չնայած դրան, ամեն տարի Եղվարդի դպրոցից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողներ են լինում։ Ես կարծում եմ մեր համար մեկ խնդիրը գենոֆոնդն է։ Եթե ծնունդներ չլինեն, նշանակում է գյուղը անկում է գնում։ Ծերանում է, եթե երիտասարդությունը չգա, իմաստը կորում է բնակավայրի։ Պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինի սահմանամերձ գյուղը։ Եթե ուզում են գյուղապահպանություն լինի, եթե ուզում են սահմանին բնակվողներ լինեն, եթե սահմանում բնակվողներ չլինեն, սահմանը կթուլանա։ Սահմանը պահելու համար մի հատ լավ խելք է պետք, գաղափար։ Մենք եղել են գյուղում, գյուղը կար, մնալու է ու դարերով։